Հանգստյան օրերին շփման գծում լարվածությունը մի քանի պատճառ ուներ։ Դա Ադրբեջանի ներքին խնդիրների արտացոլումն էր։ Առաջին պատճառն Ալիևի կնոջ նշանակումն է։ Այդ իրադարձությունը մեծ ալիք է բարձրացրել։ Հաջող գործողությունը, ինչպես նրանք նախատեսել էին, պիտի շեղեր հանրության ուշադրությունը։ Պետք չէ մոռանալ Խոջալոյի դեպքերի տարելիցի մասին, որն Ադրբեջանն իբր իր ցեղասպանության բրենդն է դարձրել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի հարձակումը անակնկալ չէր։ Արցախին առնչվող ամեն ինչ, այլևս նավթի բարիքներից չօգտվող երկրի համար վերածվում է քաղաքական գործիքի։ Իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելուց բացի, Ադրբեջանը նաև փորձում է Արցախի հարցը պահել միջազգային ուշադրության կենտրոնում։ Արցախի պաշտպանության բանակն իրեն առավելագույն արդյունավետ է դրսևորել, բայց այդուհանդերձ դրա պատճառներն ու հետևանքները վերլուծելու կարիք կա։ Եվ իհարկե տեղեկությունը պետք է փոխանցել միջազգային հանրությանը։ Պարզ է, թե ով է սադրում եւ ով է դիվերսիայի փորձ արել։ Առաջնահերթությունը պետք է լինի դիվանագիտական ճակատում աշխատանքը, երբ ակնհայտ է ագրեսորը, միջազգային հանրությունը իրավունք չունի չեզոքություն պահպանել։ Դենիս Դվորնիկովը միջազգային հանրության արձագանքը անատամ է համարում։ Փակուղի մտած բանակցային գործընթացը ընդհատելու կոչերի փոխարեն ռուս քաղաքագետը առաջարկում է դադարեցնել չեզոք մեկնաբանությունները եւ փոխել տեղեկատվական քաղաքականությունը։ Սոնա Աղբալյան, Էդգար Դավթյան, օրակարգ։